Հայաստանում պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն տարիք կսահմանվի 32-ը ներկայում գործող 27-ի փոխարեն։ Պարտադիր ծառայության ժամկետն էլ հնարավոր կլինի գումարի դիմաց կրճատել։ Փոփոխություններն առաջարկել է ՔՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Այսպիսով, 1 ամիս ծառայելու դեպքում հարկ կլինի պետբյուջե վճարել 24 միլիոն դրամ, 4 ամսվա համար 18 միլիոն դրամ։ 32 տարեկանի սահմանումն էլ կտարածվի այն անձանց վրա, որոնց 18 տարին նոր է լրանալու։ Նախագիծը կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայաստան խմբակցության առաջարկած քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել հայոց ցեղասպանության ժխտումը։ Օրենսդրական փոփոխություններով խմբակցությունն առաջարկում է սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի մինչև 300 ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով կամ ազատության սահմանափակմամբ 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով։ Կառավարությունից նշել են փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։ Ընդդիմադիր խմբակցության նախագիծը կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չկան։ Պապոյանը միաժամանակ հավելել է, մեր օրենսդրություններն ու կարգավորումները համապատասխանեցնում են աշխարհի լավագույն կարգավորումներին։ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների հետ կապված խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են, տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հայտնել է նաև, որ կառավարությունն աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր-հոկտեմբերին ապահովեն խաղողի անխափան մթերումները։ Կոնյակ արտահանողները դժգոհում են, որ վրացական կողմը մաքսային ստուգումներ է իրականացնում Հայաստանից Ռուսաստան անցնող բեռնատարներում, թեև դրանք նախատեսված չեն վրացական շուկայի համար։ Կառավարությունը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին հողամաս կնվիրաբերի Արցախից բռնի տեղահանվածների համար տներ կառուցելու նպատակով։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել Տաթև համայնքի Սվարանց գյուղում։ Կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած 20 ընտանիքի համար կկառուցվի տուն, անասնագոմ, տները կկահավորվեն ու կհամալրվեն արևային տաքացուցիչներով։ Բացի այդ կվերանորոգվեն գյուղի վարչական շենքը, բուժկետն ու մանկապարտեզը, խաղահրապարակ կկառուցվի։ Բաքվում գործող Կովկասի մահմեդականների վարչությունը որոշել է իբր վերականգնել Երևանի մասնաճյուղը Ղազիաթը։ Վարչության ղեկավար Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե այն գոյություն է ունեցել ցարական Ռուսաստանի տարիներին եւ համակարգել է Երևանի նահանգում բնակվող մահմեդականների հոգեվոր կյանքը։ Ղազիաթ կոչվող կառույցը համարժեք է քրիստոնեական եկեղեցիներում գոյություն ունեցող թեմերին։ Ռումինիայի սահմանադրական դատարանը միաձայն մերժել է մայիսի 18-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները չեղարկելու հայցը։ Այն դատարան էր ներկայացրել ընտրություններում պարտված աջ ազգայնական Ջորջ Սիմեոնը։ Նրա փաստաբանների պնդմամբ ընտրությունները կարող էին ենթարկվել երրորդ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի եւ Մոլդովայի միջամտությանը։ Սահմանադրական դատարանը հաստատել է Բուխարեստի քաղաքապետ Նիկոշ Օրդանն ընտրություններում հաղթել է առանց էական խախտումների։ Մոսկվան հայտարարել է, թե Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարության իրավաբանական վարչության տնօրեն Մաքսիմ Մուսիխինը կրկնել է ռուսական տեսակետը։ Ուկրաինայի ներկայիս ղեկավարը վաղուց կորցրել է ներքին եւ արտաքին լեգիտիմությունը, ուստի ցանկացած պայմանագրի վավերականության հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, եթե Զելենսկին այն ստորագրի։